Ես փորձեմ փաստերով ապացուցեմ, որ ձեր ասած կարծիքը շատ սուբյեկտիվ է, 4 ուղղություն վերցնեմ։ Առաջինը, ինչու են շատ խափանման միջոցները, որովհետև նախկինում բազմաթիվ գործեր, որոնք երբևէ չէին բացահայտվում, երբևէ չէին քննարկվում, այսօր մեր իրավապահ մարմինները սկսել են ավելի շատ բացահայտել եւ ավելի շատ հանցագործություններ են ջրի երես դուրս գալի, այսպես ասած, դրա համար են ավելի շատ դատական որոշումներ, այսինքն երբ քրեաիրավական մեր մեխանիզմները, ինստիտուտները սկսում են կայարան, գործերի քանակը ավելանում են, գործերի քանակը ավելանալով բնականաբար ավելանում են նաեւ խափանման միջոցներ կլինի դա վարչական հսկողություն, տնային կալանք, թե գրավ։ Երկրորդը ապացույց, որ դատարանը այսօր գործում է շատ անկախ, դա նա է, որ հենց մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն են կալանավորվում։ Այսինքն այստեղ ես կամ առաջի կամ երկրորդ արդարադատության նախարարն եմ, որ այն նման հակափաստարկ եմ ձեզ բերում եւ կարող էի նստել այստեղ եւ ասել ինչու է դատարանը նաեւ այնքան չի վախենում գործադիրից, որ նաեւ կալանավորում է մարդկանց, որոնք որ եղել եւ կան նաեւ մեր քաղաքական թիմում։ Երրորդը ես երևի թե առաջի նախարարն եմ այստեղ նստած, որին որ չեն մեղադրում, ինչու է գործադիրը ներազդեցություն ունենում, կարծում եմ, որ արդեն ակնհայտ է, որ գործադիրը կառավարությունը երբեք որևէ դատավորին չի զանգում, չի ստիպում այս կամ այլ գործով որոշում կայացնել եւ այստեղ մենք քննարկում ենք ինչու է դատարանը այսպես որոշում կայացնում, այդ կարող եմ այս քննարկումից հետո իրար հետ նստենք, խոսենք, քննարկենք, բայց ես որպես գործադիր իրավունք չունեմ մեկնաբանել դատավորի որոշումը եւ ձեր կարծիքով կարող է լինի սխալ կալանավորում, իմ կարծիքով կարող է լինի ճիշտ կալանավորում, պարոն Վարդանյանը մեկ այլ կարծիք կարող է ունենալ, բայց այս օրենքը եւ միջազգային ստանդարտը նա է, որ դատավորը իր ներքին համոզմունքով ինքն է որոշում այս մարդը որտեղ գտնվի, տանը բրասլետով որպես տնային կալանքի, այսպես ասած պրոբացիայի շահառու, թե գրավ իր կիրառվի, թե գնա բանտ ժամանակավոր միջև իր նկատմամբ դատական վճիռ կայացվի։ Երրորդ ամենակարևոր արգումենտը հակափաստարկը, որ ես ունեմ, որ ինչու է մեր դատարանը անկախ եւ ինչու է այդպես գործում, դա հենց գործադիր իշխանության, նաեւ արդարադատության նախարարության գործերի պարտվելն է նույն դատարանում։ Այսինքն երբևէ չի եղել, որ գործադիրը գնա դատարան եւ մեծ գումարներ պարտվի, սա եւս մեկ ապացույց է, որ այսօր դատարանը անկախ է, շատ անկախ է։ Թե դատարանը լավ է գործում, վատ է գործում, դա արդեն այլ հարց է, իսկ գործիքակազմ, թե ոնց պետք է վերաբերվել այն դատավորին, այն դատարանին, որը ապօրինություն է գործում, դա կա կարևոր ինստիտուտ կարգապահական վարույթի հարուցում։ Եթե որևէ գործով, որևէ քաղաքացի պատգամավոր կողմ գտնում է, որ կա օրենքի խախտում, կա հնարավորություն միջնորդություն ներկայացնել ինձ կամ էթիկայի հանձնաժողով եւ վարույթի ընթացքում դուրս բերվի, տեսնենք թե մեղավոր կա թե չկա, թե դա իրականում սուբյեկտիվ ընկալում է եւ մարդը ուղղակի դժգոհ է եւ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվում կամ որևէ վարույթ է իրականացվում։ Շնորհակալություն։